Բաղրամյան, հիմա այդպես էմոցիոնալ բաներով չէ։ Վրթովեց, հիմա դուք ելույթ եք ունենում, ոչ մեկ չվրթովեց, եք գրում չգիտեմ։ Շատ լավ, նեղացավ գնաց պարոն Դանիելյան, համեցեք պարոն Ալեքսանդր։ Շնորհակալություն։ Եվ այնուամենայնիվ ոսկեպարի եկեղեցին մնացել է Հայաստանի սահմանազատված սահմանից ներս, պարոն Դանիելյանի այդ սրբազան կոչված չգիտեմ ինչի շարժումը նկատի ունեմ էլի, բայց շարժման այդքան էլ նման չէր, դրա բոլոր թեզերը ակնհայտորեն սուտ են դուրս եկել։ Այդ շարժումից վերջնարդյունքում մնացել է գար գրկած ինչ-որ մի հատ ֆոտո, ուրիշ բան չի մնացել դրանից։ Ինչևէ, բանակցային գործընթացի ողջ ընթացքում ընդդիմությունը խոսում էր հետևյալի մասին, ասում էր միակողմանի զիջումներ են, միակողմանի, ասենք բան է իրեն բուֆետում միկրոալիքային վառարանը, որ աշխատողները բացում էր ընդդիմության տենց ելույթներ մեջից միացած, ասում էր միակողմանի, պայմանագիրը հրապարակվեց, մեջը միակողմանի տառ անգամ չկա, այս 20 օրա, չէ 20 չէ, շատ, արդեն 30 օրից ավել անգացման են գալի մի հատ միակողմանի դրույթ գտնեն, միջև հիմա չեն գտել, այս քառօրյայի սկզբում եկել էին, ասում էին հեսա կխոսանք այդ ամսի 8-ից, այսօր ըստ երևույթին այդ խոսալու օրն է եւ օ հրաշք լեռը մուկ ծնեց։ Չնայած լեռը չգիտեմ որքանով է տեղին ասված։ Ասում է Շուշի հադրութ էիք խոստանում, բա եկեք, բա բան ասեք, ժողովուրդ ջան, Շուշի հադրութ խոստանալու մասին է, մնացածի մասին է, մենք բազմիցս ասել ենք, մենք մեր սխալները ամենաշատն ենք խոստովանել առհասարակ։ Ասում եք 18-ից հետո ձեր քաղաքականությունը, ձեր էսը, ձեր այնը, հա, ժողովուրդ ջան, մենք մեր սխալները հասկացել ենք, մենք մեր սխալները բարձրաձայնել ենք, մենք ինքներս ներողություն ենք խնդրել մեր հանրությունից, որ Տիկին Վարդան, մենք ներողություն ենք խնդրել հանրությունից այն պատճառով, որ նաև ձեր կողմից պրոպագանդվող բաների տակ ենք եղել, որ այն մոդելի մեջ ենք եղել հայրենասիրության, որը մեր համար գրված է եղել կայսրությունը, որ այո, ինքներս դրա կրողն ենք եղել, մենք ինքներս դա անցալել ենք։ Ու մենք ինքներս հասկացել ենք մեր սխալը ու ներողություն ենք խնդրել դրա համար։ Մենք հո դուք չենք, հասկանում եք, մենք ինքներս մարդ ենք, մենք ինքնահայեցում ունենք, մենք գիտենք, որ մենք սխալական ենք, մենք գիտենք, որ այդ սխալները կարող են հետևանքներ ունենան ու ունեցել են ցավոք սրտի այդ սխալները հետևանքներ, բայց դուք դա չունեք։ Հասկանում եք, դուք ասում եք, մենք ստեղից մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք էլ ենք խաղաղություն ուզում, մեզ նոր բան է, հասկացել են, որ իրանց ռազմատենչ ռետորիկան էլ ընդհանրապես ոչ մեկի են, ընդհանրապես ոչ մեկի պետք չէ, աշխարհում մի հատ բան ունեին, արտգործնախարարի տեխնացու ունեին, պրոֆեսոր Խաչիկյան, հիշում եք, որ ելույթները դնում էին, բան էին անում, տենց քուր առած բան, սենց բաներ էր խոսում, այն օրը տեսանք ադրբեջանական բանին հարցազրույց հատված, ասում Հայաստանն ու Ադրբեջանը вообще սահման պետքա չունեն։ Տենց ընդհանրության մեջ պետք է լինեն, ոնց որ Եվրամիությունում է։ Իրանց դեմքն է հասկանում, մեկը տենց միանգամից է կտրուկ սուր ազգայնականությունից անցել են մի հատ չգիտեմ ինչի։ Պրոֆեսոր Խաչիկյանը դա դուք եք հարգելի գործընկերներ։ Դուք պրոֆեսոր Խաչիկյանն եք, բոլորով, այսպես համախումբ պրոֆեսոր Խաչիկյանն եք, դուք սիրելիներս։ Բայց սա էլ դեռ մի կողմ ախր։ Ասում եմ մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք ամենաշատն ենք ուզում, մեզնից շատ ոչ մեկ չպետք է ուզենա ու չի ուզում։ Գառնիկ Դանիելյանը գալիս է այստեղ ասում է չի կարա հայկական եկեղեցու կողքը լինի ադրբեջանական գյուղ։ Դե ժողովուրդ ջան, էդ է ձեր ուզած խաղաղությունը։ Էդ է ձեր ուզած խաղաղությունը։ Էս էլ ընդդիմություն է, ճիշտ է այդքան էլ չեք հասկանում, որ ընդդիմադիր падգամավոր լինելը եւս պատասխանատվություն է։ Դեռ լավ չեք դա գիտակցում, չեք գիտակցում, որ ձեր խոսքերը դաժե որպես ընդդիմություն հետևանքներ ունեն Հայաստանի Հանրապետության համար, դա այդ մտքին դեռ չեք հասել։ Բայց դուք պատկերացրեք, դուք իշխանություն ելնեք ու Գառնիկ Դանիելյանը գա իշխանական падգամավորի կարգավիճակով ստեղից հայտարարած չի կարա հայկական եկեղեցու կողքը լինի ադրբեջանական գյուղ։ Էդա ձեր ուզած խաղաղություն, քանի րոպե կտևի այդ խաղաղությունը, որին մենք հասել ենք, եթե դուք հանկարծ գաք իշխանության, գաք այս ամբիոնի մոտ որպես իշխանություն ու հայտարարեք, չի կարա հայկական եկեղեցու կողքը լինի ադրբեջանական գյուղ, որովհետև երբ որ այդ եկեղեցին սարքվում էր, Ադրբեջան չկար։ Այս թեզով քանի րոպե կտևի, հարց եմ տալի, քանի րոպե կտևի միջև իշխանական падգամավորը գա այս ամբիոնի մոտ այդ թեզը արտասանի ու վերջ։ Քանի րոպե կտևի խաղաղությունը դրանից հետո։ Ես ձեզ վստահեցնում եմ, տենց 5 րոպե չի տևի, միջև Ադրբեջանում չհայտարարեն առաջին կարգի բան պատրաստակամություն։ 5 րոպե ուղղակի չի տևի, դա ձեր ասած խաղաղությունը։ Հասկացել եք, որ
մարդիկ խաղաղություն են ուզում։ Հասկացել եք, վերջապես հասկացել եք։ Հասկացել եք, որ նաև չեք կարա ձեր վրա վերևից դրսից դրվածա, որ պետքա ուրիշ գիծ առաջ տանեք։ Հասկացել եք, որ չեք կարա ակներև այդ գիծը առաջ տանեք։ Հիմա մտածում եք բան անեք, ոնց անեք, որ սենց թեթև տեղավորվեք այդ խաղաղության հովանոցի տակ, բայց նաև սրա հետ միասին այդքան էլ չհեռանաք, էլի այն գծից, որ վաղը մյուս օր մարդ ես մեկը բերի դրսից ձեզ իշխանություն տա բան անի։ Չի լինում տենց, ժողովուրդ ջան։ Եթե խաղաղություն եք ուզում, խաղաղությունը մենակ մի լուծում ունի։ Երբ որ տարածաշրջանի երկրները ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը, ձեր ասածին, հա, խաղաղ ապրենք, ամեն ինչ լավը լինի, բայց Ադրբեջանն էլ չլինի։ Էլ ինչ եք ուզում։ Չի կարելի, Տիկին Վարդան, ցավոք սրտի ձեզ համար։ Ինչևէ, սա ձեր ստերի ընդհանրապես այդ թեզերի, այդ խապկանքի, այդ ամեն ինչի մի մասն է ընդամենը, ժողովուրդ ջան, մի մասը։ Երեք ամենավառ օրինակը բերեցի, ասում եմ, Տիկին Վարդան, հուլիսի 10-ին գրել եք դաշնակցական երիտասարդի տնից գտած նռնականման առարկան պլաստմասից է, ստրայքբոլի համարա Սիսերի հատիկներով ա։ Տիկին Վարդան, քնչական կոմիտեն հրապարակել էր միայն մեկ լուսանկար նռնականման առարկայի։ Տիկին Վարդանյան, ձեզ նախազգուշացում պատգամավորից ներողություն կխնդրեք ձեր ելույթի ժամանակ անունով դիմելու համար, ամբիոնից ելույթ ունեցող, հետո կշարունակեք։ Ես ձեզ նախազգուշացում հաջորդիվ դուք ձայնի իրավունքից զրկվելու եք։ Խնդրում եմ հանգիստ նստեք եւ հետևեք ելույթին։ Համեցեք։ Իմ անունը տվեց, պարոն Արշակյան, ես ներողություն եմ խնդրում, ես իմ անունից չեմ նեղվում, ես իմ անունը շատ սիրում եմ։ Հասկանում եմ, պարոն Ալեքսանյան, բայց մենք այստեղ ազգանուններով ենք իրար դիմում, արդեն դա էթիկայի նորմերից է, նրանից որ մենք խուսափում ենք մեր անուններից։ Համաձայն եմ, նիստը վարողը կանոնները սահմանում է, չեմ վիճարկում։ Բնավ նիստից դուրս կարող եք ինձ հանգիստ դիմել իմ անունով, ես իմ անունը շատ սիրում եմ ու պարտանում եմ նաև դրանով։ Ինչևէ, Տիկին Վարդան, ձեր տեքստը վերաբերվում էր հրապարակված լուսանկարին։ Դուք հայերեն գրել եք հրապարակված նռնականման առարկայի լուսանկարը իրականում մեջը նռնակ չի, պլաստմասից Սիսերով խաղալիքա ստրայքբոլի համար։ Ասում եմ, փորձաքննություն է եղել, ժողովուրդ ջան, այդ հրապարակված նկարի մեջի առարկան մարտական F1 նռնակա։ Տիկին Վարդան ասում է, բայց գիտեք, դա ձեր ասածը չի, դա ես ճիշտ է տենց եմ գրել, բայց այդ մեղադրանքը, այդ մարդկանց ահաբեկչության մեղադրանք չեն առաջադրել։ Ջանդամի չեն առաջադրել, ուրիշ մեղադրանք են առաջադրել։ Ես ահաբեկչության մեղադրանքի մասին եմ ստեղից խոսացել։ Ես ասել եմ քնչականը հրապարակելա լուսանկար, որտեղ կա F1 նռնակ, դուք գրել եք, որ այդ հրապարակված լուսանկարի մեջի առարկան պլաստմասից Սիսերով հատիկների համար է։ Միշտեղից ասում եք այլ մեղադրանք առաջադրվել, բա ջանդամի թե այլ մեղադրանք չի առաջադրվել, հազար ներողություն ես բառի համար, իհարկե։ Ես խոսել եմ նրա մասին, որ դուք ստել եք։ Ու դա ամենավառ օրինակն է։ Դա ամենավառ օրինակն է ձեր բոլոր թեզերի, ժողովուրդ ջան։ Դուք գալիս եք ստեղ աչքակապություն եք անում, ձեզ թվում է թե մարդիկ դա չեն տեսնում։ Ձեզ թվում է թե մարդիկ բան են անում, որ այսքան տարի սենց անընդհատ այդ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ինչ սուտ ասես հորինում ստեղ ասում էիք, պետքա մի օր գաք ստեղ ասեք Թրամպը չկար, ձեզ ստում է ժողովուրդ։ Բանա, լավա չեք ասում Թրամպին արհեստական բանականությամբ են ավելացրել այդ վիդեոների մեջ Թրամպը իրականում գոյություն չուներ այդտեղ։ Պարոն Մանուկյան ասում է